рекой печальная звездочка повисла. Я к тебе причалила, как уж это вышло. Я к тебе причалила, так уж получилось. Щепочка случайная к берегу прибилась, прибилась, к берегу прибилась. На закате по небу тучи вдаль уплыли. Мы друг друга поняли, да не полюбили. Мы друг друга поняли, а любовь спесила, рядышком протопала. И на том спасибо, спасибо, и на том спасибо. В небе позолоченном месяц словно брошка. Мне сегодня хочется счастья хоть немножко. Мне сегодня хочется радости давнейшей. Рано песня кончилась, а другой не вышло, не вышло, а другой не вышло. Энрик. Ինչու եք այդպես անդրամադիր։ Ամարանոց ես գնում երևի, շեկլիկ, պայիսակներն էլ տրզացրած։ Հենց ամարանոցն էր պակաս։ Գնում եմ մորս հոգի հացը տալու եկուց 40 գլի։ Լավ, շատ մի մտածի։ Իշետակ հարգելի իհարկե չի խանգարում։ Լավ կլինի ապրովներիս մասին մտածես։ Ճիշտ չէ շեկլիկս։ Եվ ինչ անուշոտ է վրայիսդ գալիս։ Հուշակեղնի ֆաբրիկայում եմ աշխատում։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Իսկ անունդ ինչ է։ Աննա Ալեքսանդրովնա, Անյա։ Ոչ դու ես Անյա, ոչ էլ ես Սիշա։ Ինչու՞ ջալ ձևանանք։ Ծանոթանանք, ծի խնդի վիտրիչ։ Ծանոթանանք, շատ հաճելի է։ Դեռ երկար ես գնալու։ Մինչև կրասավի։ Բայց չի լինի, որ գաք մեր գյուղը։ Դες համար մեկ չի, որտեղ սուն քաղաքեք, իսկ մեր կողմերում սուն գծով է։ Չէ, չի լինի։ Ես իմ տեղերն ունեմ։ Լավ, մի վախեցեք, հենց էնպես ասացի։ Ինչու ես սիրուն ես։ Մենակ ճամփա գնում, առանց ամուսնու։ Իսկ ինչ անեմ, բաժանվել ենք։ Նա շատ ծանր մարդ էր։ Դες է, ծանր էր։ Ասել կուզի դու թեթև ես։ Լավ կտեսնենք։ Ստեսություն Աննա Ալեքսանդրովնա։ Դες էլ լաց չլինես։ Ստեսություն։
չհասկացա դրանից։ Ձերքս բան չի բռնում։ Բնբուլեն էր քնակը հետս կտանեմ։ Միայն չգիտեմ որտեղ պահեմ ցերեկը։ Տեր Աստված, ես նորից։ Հիմար բաներ են գալիս գլուխս։ Սահարանը կարելի է ծախել մի 50 ռուբլով։ Սեղանին էլ 20 կտամ։ Դա էլ Կլավդիան կառնի։ Տեր Աստված, ինչի մասին եմ մտածում ողորմելի հիմարս։ Ար, Եմելյանչը քիչ առաջ բերեց։ Մերը դանակը սրելու էր տվել։ Լավ, ինչու ժողովուրդ չի գալիս, Կլավդիա։ Ծախս եմ արել, չարչարվել բերել։ Հենց մենակ 20 ռուբլ մտերք եմ քաշ տվել։ Հետնել գինի։ Ում կանչես բերես։ Ամենքը գործի են։ Դե մոտեցիր։ Քաղաքի տիկա Չուրինսկին հարցնում է, քանիսով կծախես։ Կարնի թե որ Էդ էր պակաս սանամուտի մեկը։ Ախր հիշատակ է։ Սա գին չունի։ Իսկ նրա տղածը շատ մի հնգանոց։ Ինչ արած Կլավդիա։ Գոնե դու նստիր։ Մորս հիշատակը հարգենք։ Գործարարքիներ մերդ։ Չոպն ինչ էր, չոպն էլ դեն չեր կցի։ Ինչև շուկա ուտվերց էր բետ նրա մար հեչ։ Ներս ճիշտ էր ասում, որ էստեղի ժողովուրդը թքել է ուրիշի դարդի վրա։ Ես գնամ։ Թե չէ, երեխեք առանց ինձ դաս սովորողը չեն։ Մի բան ուտեիր, Կլավդիա։ Ֆերմա էր պետք է գնամ։ Ինչ արեցիր, մամ։ Ինչ ինձ մենակ թողեցիր։ Ես իմ մենակ եմ։ Շապատից այդ ձեֆիրին նայել չես ուզի։ Ես էլ կխնդրեմ կարամելի բաժինը տանեն ընդեղ պավիդլում, ոնց որ կվասը գյուղում։ Նյուրկա! Աշկեր, կանուշներս, սիրումներս։ Ես է շատ եմ խնդրում ինձ անյա ասեք, այդպես գեղեցիկ է, լավ։ Ջուրը շատ բարակ է գալիս։ Խոստացել են սարքել։ Մի ծորակ է։ Ժամանակն է, որ երկրորդն էլ ունենանք։ Անցյալ տարի խոսք եղավ։ Մի քիչ ջուր կարելի է վերցնել։ Թե չէ մեր հանրակացարանը ոչ մի կաթիլ չկա։ Խնդրեմ եկեք։
Ասում էին մեզ մոտ ջուր պիտի անցկացնեն։ Բա ուր է։ Լավ, թողեք, պետք չի ինքս կհանեմ։ Թե չէ մեկ էլ տեսակ թրջվեցի։ Ինչ տակ է։ Մարդ մստի ձեր այգում։ Գիրք կարդամ։ Ես սովորում եմ, բժշկականում քննություններ են։ Չեք ասի ձեր անունը։ Առաջին տարա ա։ Հավանաբար Ալնա։ Յետեր պակաս։ Անյա։ Իսկ իմը Լարիկ է։ Թույլ տվեք ես տանեմ դույլերը։ Տարեք մինչև ճամփի կեսը։ Մեկ է տղաներին հանրակացարան չեն թողնում։ Խցկվում են պատուհանից։ Բայց ես անձամբ երկրորդ հարկում եմ ապրում։ Ծանր է։ Ոչ։ Շնորհակալություն։ Էլի եկեք, Անյա։ Նյուր, դուր մի քիչ խմեմ։ Աղջկերք, բժշկականի ուսանողի հետ եմ ծանոթացել, հիմի բոլոր մեր տղերքը հետ չի։ Կարծում են իրենցից բան են ներկայացնում։ Այն, դու երեկոյան դպրոցի դիմում տվել ես։ Ինչի՞ս է պետք քո դպրոցը, այստեղ մեկ էլ տեսար, բախտս բերեց։ Էլ ինձ համար քաղցր բան չառնես։ Քաղցրից զզվել եմ ֆաբրիկայում։ Աղի դուք ավելի եմ սիրում։ Ես չգիտեի։ Իսկ դրանք վրա չեն խոսի։ Ինչի համար։ Որ ինձ բերել ես այստեղ։ Ինչ ես ասում, նրանք բոլորովին չեն խոսում վրաս։ Այնքան ուրախ եմ, որ ծանոթացանք։ Ինչ լավ է ձեր այգում։ Դուք քանի սենյակ ունեք։ 4 Այդ ինչ կապտուցք է նախաբասկետ։ Որտեղ։ Թևիտ։ Ապուշի մեկը թևս քաշեց։ Բայց նրա հետ բոլոր կապերս խզել եմ։ Ահա։ Սրա համար նրան կդնքսեի։ Դու նա քեզ ձախ ձեռով կփռեր։ Լավ, մի նեղանա։ Ճիշտ է, տեսքով մի բան չես, բարալիկ ես, բայց փոխարենը դուրեկան բարեր գիտես։ Ու քեզ այդքան լավ ես սպահում, չես լկստվում, ձեռքերիդ ազատություն չես տալիս։ Հետաքրքիր է ինչ ես հիմա մտածում։ Ինչ պիտի մտածեմ։ Ինչ է, դու միշտ մտածում ես։ Սպասիր լսեմ։ Այսպես։ Ինչ լավ է։ Ուզում ես քեզ համար ոտանավոր արտասանեմ։ Ասա։ Շնորհակալ եմ։ Թող միայն նայեմ քո դեմքին, սուզվեմ աչքերիդ խորքերը անհաս, որ չսիրելով հին ու վաղեմին, մի նոր սեր ցանկալ չկարողանաս, կալվածքդ թեթև, մեջքդ գալարուն, Սուրտալի ոտանավոր է։ Երևի դու ես հնարել։ ես ենինն է։
ասա խնդրեմ։ Կարելի է քեզ համբուրել։ Ուզում ես համբուրիր։ Այսօր հավանորեն շատ ես օգնած։ Հա, ժամը 6-ից ոտքի վրա եմ։ Չնեղանաս խնդրում եմ, ես մինչև այն մյուս կիրակի չեմ երևա։ Երեկոները խորեգրաֆիա ունեմ։ Մենք տուստեպ ենք սովորում։ Հետո տեղ մինիմում ենք հաճախում։ Որակավորում ենք ձեռք բերում։ Հիմի այ մտածեք, զոր տվեք ձեր գիտուն գլուխներին, թե ոնց ձեր ուսանողը աղջկաբախտին քար գցեց։ Բա դա անելու բաներ։ Դուք իրավացի եք։ Մենք ինքներս էլ չենք կարողանում հասկանալ, թե ինչը մոտեցրեց նրանց։ Նրանց մոտեցնել պետք չի, նրանք առանց մեզ էլ իրենց գործը կդասավորեն։ Ես ոչ եմ հրաժարվում ամուսնանալուց։ Շատ պետք ես։ Դուք ինչ չեք սիրում մեր Լադիկին։ Սիրում եմ, ոնց չի։ Սերն ինչ էր, որ մեջտեղ գցեցիք։ Փորն ուր որ է քթին կհասնի, իսկ սա դեռ ջարդու կտոր է լինում։ Ես այստեղ չեմ եղել, թե չքեզ ցույց կտայի։ Անամոթ աղջիկ։ Կարևորն է, որ սրա մի բան անեք գրանցեք։ Բայց դրա համար կարծեմ նախ հարկավոր ամուսնությունը ձևակերպեն։ Ես ամուսնացողը չեմ։ Հետո ձեզանից պրծում չի լինի։ Ձեր ուսանողից մեկը 50 ռուբլի էլ ալիմենտ չի գա։ Ինձ պետությունը ավելին կտա։ Մի խոսիր, խնդրում եմ այդպես։ Թող մերը չխառնվի։ Ջահել կյանքս փչացնեմ էլի։ Ձեր ուտելիքն էլ ոնց որ հիվանդանոցի ճաշ։ Ամեն ինչ սխկած, հետո էլ խաշած։ Միգուցե լռես։ Դուք ամբողջ օրը ձեր լսափողերն ու գրքեր մրգերը կառնեք կնստեք։ Իսկ ես ինչ պիտի անեմ մենակ ձեր մեջ։ Ձեր ետևից աղբը մաքրեմ։ Արսանիկի համար էլ մարդ կանչել չի լինի։ Առանց արսանիկի ինչ ամուսնանալ։ Ես հալասի դա հարսանիք է ուզում։ Անամոթի մեկը։ Իսկ որ կուրսում է այդ աղջիկը։ Նա ընդհանրապես ոչ մի կուրսում էլ չի։ Ես հասկանում եմ, որ ձեզ պետք է բոլորովին ուրիշ ամուսին։ Լավ ինչ եք անել մենակ երեխայի հետ։ Ինչ որ բոլորն են անում նույնն էլ ես։ Գործի տեղից սենյակ կստանամ։ Ոնց մյուսներ։ Ինչ խոսք, որ իմ նյուր կանչուզեց ձեր ուսանողի հետ ապրել, զորով չես համոզի։ Ուրեմն բարի եղեք, գոնե մի քանի ժամանակ պահեք ձեզ մոտ, դուրս մի գցեք երեխան ձերքին, հո չեմ գնալու դատարան գանգատ տամ ձեզ վրա։ Գիտեք ինչ, Ռայսա Իվանովնա, ես սրանից հետո ձեզ մոտ չեմ քնելու։ Ինչու՞։ Թե շինից Ռայսա Իվանովնա համակացանից կհանեմ։ Ուսունյակ չեն տա։ Իսկ գիտեք ինչ այս լավերն են տալիս։ Բոլոր հարմարություններով ջուրն էլ մեջը։ Հապա, լուրը չկան։ Ինչի որ հենց սենյակ սրանամ կտանեմ։ Բայց մենք չենք հրաժարվում ձեզ սենյակ տրամադրելուց։ Հետ էլ պակաս, ինչու պիտի ուրիշինի վրա աչք տնկեմ, պետությունը պարտավոր է ինձ ապահովել։ Ինչ է ասում նա։ Դեր Աստված։ Ինչքան մարդ է ձրի բժշկել, իսկ ինքն իրեն չի կարող բուժել։ Անյա, գուցե համայն դեպս մնաք։ Մի բան ասեմ չնեղանաք։ Որ ձեզ մոտ մշտական ապրեմ, խիղճս չի տանի, ձեռքերս սալած նստեմ։ Հոստիպատեսկան մարդու համար պիտի շուկայից բան քաշտաս, լվաստապես։ Մի բան ես պատայես հո ուրիշ տղամարդ չես բերի ձեր տուն։ Իսկ տարիները կանցնեն։ Ես իմի շատ կներեք, սիրո մեջ զգուշ եմ դարձել, որ նորից չխրվեմ, բայց կաշխատեմ բաղցել չփախցնեմ։ Հիմի արդեն կապրեմ ուրիշ ձևով։
ցերեկույթի։ Լավ է, դեռ շուտ է նրան ցերեկույթների տաները։ Քանի տարեկան է։ 4 էլ դեռ չկա։ Բայց արդեն բոլոր տարերը գիտի, 3 երեկոյան գնում եմ գործից, տեսնեմ խորանարդիկներով մամա է զարկել։ Բարհավը բանը գործ չունի, դրա համար էլ սովորեցնում է։ Ծովի ափին կանաչ կաղնի, ոսկե շղթա կաղնու բոլոր, պտտվում է շուրջը բնի, ուսյալ կատուն գիշեր ու զոր։ Ախ իմ քաղցրիքս։ Հայ դրա համար ձմեր պապը քեզ նվեր է ուղարկել։ Շնորհակալություն մայրիկ։ Խնդրում եմ, բոլորին անգամից մի տեղ։ Եղածն ինչ է, որ մի 200 գրամ կամպետ, մի տուփ պեչինի, վաֆլի, մեկ էլ շոկոլադ, կեր Յուրիկ։ Ու պապիկին էլ հյուրասիրի։ Գնացա պապիկ արսրի ատամներդ։ Ար պապիկ սրիր ատամներդ։ Խնդրեմ, անուշարեք, չի ուտել չեմ ուզում։ Մենակ աղիձուկ մի քիչ վերցնեմ։ Ռայա, նա ինչ ասաց։ Բոլորին խլացել է։ Դա չէ սարսափելի։ Վերջին ժամանակները սրտից շատ է գանգատվում։ Աստված։ Իսկ ես հիմա կարծում էի, թե բժիշկները չեն հիվանդանում։ Բժիշկները չեն սիրում բուժվել։ Միլը կսվիր։ Ավելի լավ է գնա դաշնամուրդ տնգացու։ Sanki tani jurășcai. Mencă-ți-arăc. Zbosnălu hamal tohtank. Eter pakas. Amara yuh kuharke mentek tohtar vara. Tu kuzumek nuran tanı? Aha bayınç. Morskova şutovka tani? Katku dena. İçkan uzume. Toxmi. Ներեցեք, ես սապկոմից եմ, ուզում եմ վիզա դյատկինային տեսնել։ Ներս եկեք, խնդրեմ։ Միայն դեպի սպասեք։ Ես տեսա, քիչ առաջ դուրս եկավ։ Ինչ արած կսպասեմ։ Իսկ որտեղ է ձեր խոհանոցը։ Ինչու խոհանոցը, անցեք խնդրեմ իմ սենյակը։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Նստեցեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես հարմարություն ունեմ, հիվանդներին եմ այցելում, պատահում է տուն, պատահում է հիվանդանոց։ Բարի գործ եք անում։ Լավ սենյակ ունեք, ուղղակի նախանձելի։ Հա, վատ բնակարան չի։ Իսկ ես թափառում եմ մի հանրակացանից մյուսը, չեք պատկերացնի, թե ոնց եմ զզվել։ Մեկը շորն է գցում ուր պատահի, մյուսն արդեն անլվա է թողնում, երուսն ընդհանրապես ամեն ինչ թափթփում է, ամեն մեկին չես ասնի։ Ես ձեզ անկեղծ ասեմ, նախրով ապրելը մենակ ջահելի բան է։ Նրանց պետք չի։ Իսկ երբ քեզ ինքնուրույն մարդ ես զգում, այդպիսի կյանքը չի կարող սրտովդ լինել։ Չէիք ասի ձեր անուն հայրանունը։ Անունս Անյա է։ Կուշակով, Նիկոլայ Եգորիչ։ Ուրախ եմ ծանոթանալու համար։ Այո։ Չխանգարեցի։ Անյա, ձայնդ լսեցի։ Նիկոլայ Եգորիչ, շնորհակալություն, որ զբաղեցրել եք։ Խնդրեմ, խնդրեմ։ Գնացինք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Լուսի հոչես գժվել ծննդատուն ես եկել ինչ է։ Դե լավ, Վաղ վիրակապը հանելու են։ իմ վերանից չեմ կտրել, ասա էլ ինչ է պետք է սամարանեմ։ Անյա դու ոսկի մարդ ես, ազնի խոսք։ Լավ, ոսկի մարդ գտար։ Սրանք լվանամ։ Չէ, ես կանեմ։ Ճիշտ ասած, ուրիշ ակտիվիստներից գիտես ոնց են վախենում հիվանդները։ Ստուգում են ու մատնում, որ չի պահպանում անկողնային ռեժիմի, իսկ դու ես գիտեմ, չես մատնի։ Դա ինչ ասելու բան է։ Բեր սպիտակ եղնդ աստուծո։ Չէ, ես ինքս։ Բեր։ Չէ, ճիշտ։ Լսիր, դրա համար քեզ հետ լավ են։ Այ մեկ օրյա հանգստյան տան ուղեգիր տվին։ Պահ կարծես ուղեգրի համար ուշքս գնում եմ։ Բան ուղեգիրը չի հեղինակությունն է։ Առաջ չեմ Նյու Յորքը այնպես կիմա Անիչկա թանկագինս։ Լսիր Լիդա, իսկ ով է քո այդ հարևանը։ Եգորիչը վարպետ է մեխանիկականում ջահելներին է սովորեցնում։ Կնամոլ չի, հայրենական պատերազմի հաշմանդամ է։ Չի երևում, որ հաշմանդամ եմ։ Իմիջայլոց ազապ է։ Իսկ ոնց են գործերդ են գարաժի տղայի հետ։ Ինչի՞ս է պետք Լիդա այդ կաթնակերը։ Իմ տարիքը ու գիտես։ Անյա, բանը տարիքային տվյալները չեն։ Ավելի լավ է ասա, ոնց ես ու դու տասնամյակը վերջացնենք, հիմա բոլորը դիպլոմավոր են։ Չէ մի դիպլոմ։ Հաստված, դիպլոմներ պակաս։ Պետք է որ մենք մի լրջորեն կյանքի մասին մտածենք։ Ընտանեկան երջանկության։ Իսկ դիպլոմ։ Գիտես հիմա դուրը ինչ է նշանակում։ Ինչ։ Բարձրագույն ամուսնական հաստատություն։ Ֆաբրիկայի ժողովուրդը մեր ետևներ նստած բոլորին են ներկայացումը դուր եկավ։ Դուք էլ շատ լավ տպավորություն թողիք Նիկոլայ Եգորիչ։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչով։ Իսկ ես գիտեմ։ Հաճախ ժպտացեք, ժպիտը շատ է սազում ձեզ։ Կոլյա բացարա դուրը եւ նայիր։ Հոմիջանցքում մարդ չկա։ Всё, девушки. Մարդու եմ գնում։ Շատ լավ մարդ է, ուշադիր, 3 շքանշան ունի։ Շնորհավորում ենք։ Թատրոն գնալը տիզուր չանցալ։ Արվեստ աղջիկեր սիրո հարցում շատ է օգտակար։ Իմն էլ է ուզում ինձ երեկոյան դպրոց ուղարկել։ Քեզ է օրինակ բերում։ Ճիշտ է անում։ Դու լավ էլի դա։ Իմն արդեն անցավ գնաց։ Ես գյուղում ժամանակին գոնե պիտի 8 ավարտած լինեի։ Խելոք չեղա, դու էլ հիմի խելոքացիր։ Լավ է ձեր ես առնում։ Այդ ծիծաղելի կլինի, որ երեխեքի հետ մի նստարանի նստեմ։ Մեր դասարանում քեզից մեծերն է սովորում։ Գերազանցիկ ես։ Դպրոցական համազգեստ չառնեմ քեզ համար։ Չգիտեմ Կոլյա ինչ ասեմ։ Հապա մի լսիր, թե այստեղ ինչ են գրում։ Բայրենության առաջին աստիճանի վրա ծնվեց մայրիշխանությունը։ Խմբային ամուսնության քայքայումից սկզբնավորվեց առաջին ընտանիքը։ Ցնդաբանություն է։ Այ Գիտես, 8-րդի պատմություն ոչ միտեղ չգտա։ Բուհի դասագիր քառա։ Լավ, հիմա քո գծագիրն անեմ վերջացնեմ, հետո կտեսնենք ինչոց։ Կոլյա, մեր ոսկի ժամանակը դատարկ բաների վրա ենք ծախսում, որներ կիրակի։ Մեզ պետք են վայրենիների ընտանիքները։ Ամեն ինչ սկզբում դժվար է, հետո հեշտ կլինի։
Չգիտեմ ինչու է վերջերս գլուխս ցավում։ Որ այդպես է գնանք գյուղ յուրային բերենք։ Կցրվես։ Դե դու էլ Կոլա։ Գոնե մի քիչ երկուսով մնանք։ Ինձ երևի բնակարան կտան։ Հիմա բերենք որտեղ պահենք։ Ոչ մի բնակարանի չեմ ուզում սպասել։ Յուրա, մայրիկը տե եկել ինչ-որ մի տղամարդու հետ։ Վասյա բռնիչ, ճամպրուկները տվել էին մարդու ձեռը, ինքն էլ էսպես ման է գալու։ Ոնց ես յուրային պահում։ Վրայի շորերին նայր։ Շատ խելոք է, դրանից էլ շոր չի դիմանում։ Ինձնից ինչ ես ուզում։ Ինչ հասնում էր ինձ արել բրձել եմ։ Մամ, էդ ինչի ես ձև էր թափում։ Տես ինչքան հինգ է ստացել։ Շատ ապրես։ Իսկ գրավորիչ չէ։ Հա, մաքուր չի գիրետ։ Ենքան էլ չէ, բոլորից էլ լավ եմ կարդում, ուզում եք դες համար մի բան կարդամ։ Ուզում եմ։ Միայն թե յուրա, արի իրար հետ դույով խոսենք։ Արի։ Այ այդպես։ Դու մամ չգիտես թե ուրիշ կանայք այդ հարցում ոնց են տանջում իրենց ամուսինների ձեռին։ Իսկ իմ կորան յուրային ուզում է որ թե գրի։ Ինչի չի ուզի որ, իրենը չունի, նրանով պիտի պայի հետո։ Դու ամեն ինչի մեջ մենակ շահն ես տեսնում, իսկ նոր ունենալը դժվար հարց է, ինձ յուրան էլ առայժմ հերիք է, թթու ենք դնելու։ Հոգուս վրա մամելի մի ծանրություն կա։ Յուրիկ նախս չգիտի, որ են մյուս տատը մերել է, պապի հետևից։ Լավ, երևի նրանց իսկի չի էլ հիշում, կյանքդ փչացրին, թե որ այդ շուպկիները չլինեին, պետք էր քեզ սրան արվի։ Յուրիկը երկուսներ չունի։ Շատ եմ հասկանում։ Ինչ լավ բան պետք է Յուրիկն էստեղ սովորի։ Հա, մերդ անխելք է, անխել բաներ կսովորեցնի, բա ոնց էր քեզ այդպես խելոք մեծացրի։ Թորիս էլ կմեծացնեմ։ Մամ, կուզես նեղացի կուզես չէ, յուրային պիտի տանեմ։ Ես իմ մարդու կամքին չեմ հակառակի։ Հետո երեքին ավելի շուտ բնակարան կտան։ Ծնվել եմ հորից, ազնիվ ու արդար, Աստծո օրենքով ապրել աշխարհում, չեմ խայտարակել ուրիշի կնոջ, չեմ ասպատակել գիշերները մութ։ Ինչու ես այդպես վրա տալիս։ Քիչ առաջ լավ էիր կարդում։ Չեմ խայտարակել ուրիշի կնոջ, չեմ ասպատակել գիշերները մութ։ Մամ, ես ու հայրիկը Կիրակի գնալու ենք Ալվան ծաղիկը նայելու։ Այ, դուք էլ, ձեր Ալվան ծաղիկն էլ։ Ինչ է եղել։ Չես պատկերացնի Կոլա, թե մարդիկ ոնց են առավոտից տրամադրություն փչացնում։ Ինչ է պատահել։ Մերանցից մեկը, երրորդ ձևը ժամանակին չէր լրացրել։ Վերցրինք ուղեգիր ուրիշի տվեցինք, ուղեգրի տերն եկավ, կռիվ սարքեց, ակնարկներ արեց։ Ինչ ակնարկներ։ Հիշում ես կոստյում էին ինձ համար ջարել։ Հետո։ Էն որ ես իբր կոստյումի համար։ Բոլորին բան չեն հասկանում մարդիկ։ Ինչու ես զուր տեղը հուզվում։ Քանի որ մեղավոր չես։ Մամ, իր գիրք ենք ընտրելու։ Թող մի շունչ քաշեմ։ Ինչու այդ նկարը սոսնձով ծեփեցիր պատին։ Չէիր կարող մանր մեխով կպցնել։ Սա իմ տեղն է։ Քո տեղը տատիդ վրայանի կողքին է։ Լսիր, հոթոքից փախած չես։ Մեկ էլ նման բան չլսեմ։ Դու ինչի անկած գժվեցիր Կոլա։ Մարդ խոսք ասելու իրավունք չունի։ Յուրիկ, միացրու հերոստացույցը։
Հայրիկն ասաց, որ ինձ չի կարելի նայել այդ ֆիլմը։ Կարծես հայրիկդ շատ է հասկանում։ Հա ինչ է։ Լավ կլինի գնա սուպը գազին դնես։ Ինձնից մենը Անակոլա։ Հոգնել եմ։ Վազեցի գորկի հերթագրվեցի։ Ընդմիջմանը մի բանաստեղծուհու բերինակում պետք էր նստել ու լսել։ Ինչ բանաստեղծուհի։ Գիտես ազգանունը լսեցի, բայց մոռացա։ Տարիքով կին էր, այսինքն այնքան էլ մեծ չէր։ Հաքին Սևջերսի։ Լսիր, դու մոդելների ցուցադրման ես եղել։ Բանաստեղծություն ես չէ լսել։ Գիտես Կոլա, հիմա գլուխս բոլորովին ուրիշ բանով ես զբաղված։ Գուցե ասեիր ինչով ես զբաղված։ Հալից ընկել եմ։ Չգիտեմ, թե ոնց սեփական տղայիս գյուղ ուղարկելու տեղ խցկեմ 2 հերթի ճամբար։ Խցկեմ։ Գոնե մի ուրիշ հարմար բառ ընտրեիր։ Անիծված խորթ մայր։ Ճաշը տաքանում է։ Ոնց ես այդպիսի բաներ թույլ տալիս Կոլա։ Հետո էլ կուլտուրական մարդ ես քեզ հաշվում։ Մի բաներ ասացի։ Ինչու ես ինձ այդպես նայում։ Իսկ դու գոնե մի անգամ հարցրել ես, թե ինչպես եմ մեծացել առանց հորումոր։ Եվ Յուրային չդիպչես։ Նա հիմա իմնել է։ Ինչի ես այդպես խոսում։ Ես Յուրային սիրում եմ, բայց հաշվի առ որ նա ուրիշի ձեռքին է մեծացել։ Իսկ ես ամփոփ պիտի աշխատեի համել։ Իսկ սա ինչ է, կատեր է, հա։ Չէ, ինչ կատեր, սա հացանավ է։ Հացանավ։ Հա։ Յուրա, հապա գնա խոհանոց ճաշին նայիր։ Վերջերս Կոլա, ես ու դու Յուրայի համար սկսել ենք շատ վիճել։ Իսկ առաջ ինչ հաշտ էինք ապրում։ Նրանից է, որ մի սենյակ ունենք։ Կփորձեմ Յուրային տալ Նախիմովյան ուսումնարան։ Նա ծովային է ուզում դառնալ։ Իմ ստացած վերքերի ու պարգևների իրավունքից ես դեռ ոչ մի անգամ չեմ օգտվել, հիմա կարելի է։ Թե չէ որ ինձ մի բան պատահի դու դժվար թե։ Ներիր խնդրում եմ, ծանր է այս ամենը։ Դե լավ Կոլա, ուսումնարանը չի փախչի։ Այ եթե սոցապը քեզ օգնի բնակարան ստանանք, ամեն ինչ տեղը կընկնի։ Մի լավ շրջանակ տարկեիր Յուրայի համար, Կոլա։ Լավ տղա է։ Գոնե մի նամակ գրեիր նրա։ Գրելու բան չկա, ինչ գրեմ։ Են որ դու գործարանից բնակարանը ստացել արդեն գրել եմ, էլ ինչ գրեմ որ։ Որ ես ու դու զույգ կապնենք նույն խաղաղգետի Լույս բացեց կարապի ջերմակ թևի պես Ուրիշ ընկեր ես չունեմ, ես ասել եմ քեզ Անդեմ իմ սրտի
գետի Ես ու դու զույգ ապնենք նույն խաղաղագետի Ինչ լավ բան է Կոլա առանց իմ բնակարանում ապրելը Տկլել մանգատ ոչ ոք ես բան չի ասի Բախտներս բերեց Կոլա որ դու հայրենական պատերազմի հաշմանդամ ես Թե չէ տպտեին կոմունալ բնակարանում Էլի ինչ ես քեզ մսվել Որ միշտ էլի անտրամադիր ես Կոլա Ես գրկել համբուրել չի կարելի Ուրիշը ոնց կուրախանար որ իրան այսպես սիրում են Ես դու չես էլ հիշում որ ջահել կին ունես Ես ասել եմ հավատով ընդեմ իմ սրտի Որ ես ու դու զույգ ապնենք նույն խաղաղ գետի Ոնց էի մոռացել Էլի ուր Խոհանոցի գարնիտուրի հաշվով Կատյայի համար ես են տուկի ուղեգիր դասավորեցի իսկ նրա ամուսինը կահույքի խանութում է Քո գարնիտուրը դուրս կշպրտեմ Զգուշի սերաստո, հատակը չքերսենք Սպասեք Որտեղ դնենք Չի կոգնի պահարանը մի կողմ կաշենք Հալա մոքի մեկը Չապն անցար Կաշտում ես որ օգնեցիր ուրեմն ամեն ինչ կարելի է Ինչ ես կանգնել կեպիտ թապտալիս ես սեղմացի քաց են ուտում Ինչ պիտի տամ քեզ Ոչ մի բան Որ այսպես է փասափուսետ քաշիր թե չեմ արտեցի կա սանդուղքից ցած կգլորի գնա Ինչ աներ ես լագոտեր Ասենք ինչ եղավոր Ես մեղավոր եմ, որ ջահելները տականում են վրաս Ուրիշ կանայք հատուկ դրա համար սովափ են գնում Երևի մենակ հոգիդ դուրս եկավ Չէ, խանութի բեռնողներն օգնեցին Ստիպած կես լիտր դրեցին Վերջերս Կոլա ուշ ես տուն գալիս Սպասում եմ, սպասում Տղաների մոտ էի, գործով ընկա Օգնել էր պետք Առողջության ընդմասին մտածիր, շատ պետք թե սովորեցնելը 20 փսոնքոտի հետ գլուխ ես դնում Քո կարծիքով միայն ուրիշներն են մեզ պարտքա Չէ, ինչն է Կոլա գիտես երեկ կողքս ոնց էր ծակում Չրեմի արծը Յուղոտ բան շատ ես ուտում քնելուց առաջ Լավ է, ուզում ես որ մի թեթև սնունդից է զուրկ պահեմի Ենքան դժվար է առանց փոշեկուլի, իսկ հերթը տեղից չի շարժվում Նոր կինո են ցույց տալիս հեռուստացույցով Օй, Կոլա, արի շուտ, կոմեդիա է Տեղ կոմն է Հա, Կոլա, ես եմ, ահա Ախր ես ուր հաշվետու նախնդրական ժողով ունեմ Ոյ Կոլա, այնպես եմ հոգնել մտածում ես անգամ չհրաժարվեմ Լավ Առայժմ Նյուրա, ինչ պատասխան կա իմ դիմումին Ուլիանա Պետրովնա
Արտոնյալ ուղեգրեր տալիս ենք ցածր աշխատավարձ եւ մեծ ընտանիք ունեցողներին։ Իսկ դու ինչ գիտես, թե ես փոքր ընտանիքավոր եմ։ Միգուցե գյուղում ես քրոջս մոտ 5 ունեմ։ Կարծում ես, թե դա ես մենակ եմ լուծում։ Այնց նախագահ ընտրեք եւ կտեսնեք։ Ինչու ես քեզ պետք է ընտրեմ։ Դու ինձ համար ինչ ես անում, որ ընկերուհիդ չեմ։ Լավություն էլ անես տեղը տալու բան չունեմ։ Ունիվերմագում չեմ աշխատում։ Ուլիանա Պետրովնա, միթե կարելի է այդպիսի անպատասխանատու հայտարարություն անել։ Ինձ ինչա, անգրակետ կին եմ։ Որ ասում ես, չէ։ Չէ, դու ասալի դա ինչի համար։ Անգրակետ կնիկ է։ Թող սանալիս լավ հաշվում է, հացածը կամար չի իմանում ինչ անի։ Անյա, չգիտեմ ինչ ասեմ։ Ինքդ էլ ամեն բան լավ հասկանում ես։ Ինչու ես սրտիդ մոտ ընդունում, մարդիկ ասում էին ինչ պտասում էին։ Չելի դա ասա, ինչի համար։ Նորից է տանիցված ուղեգիրը մեջտեղ բերին։ Չիմացողը կկարծի յուրացրել եմ։ Անյա, դու հանթերի չես, որ մարդիկ չկարողանան քեզ քննադատել, այնպես որ զուր ես վիրավորվում։ Գիտեմ այդ քննադատությունը։ Դուք նախորդ խոսքներդ մեկ էիք արել։ Ուշի արագացնում եք։ Գիտես թե Լիդան ինչ կարիերա է անում։ Նրան արդեն որպես բանվոր դասակարգի ներկայացուցիչ հեռուստատեսություն են ուղարկել։ Մեկին տորտ մատուցելու։ Կարծես նրանից լավ բանվորուհի չկար։ Որսանց մեջ իրան ցույց տալու հիվանդություն ունի երևի։ Լավ, վերջ տուր։ Դու ես ներկայացուցիչ, հա։ Ինչ է որ։ Դու բանվոր մարդկանց մեջ քեզ վատ ես զգում։ Քեզ կրպակը կսազեր են էլ շուկայում։ Լավ է դու էլ Կոլա, ինչեր ես ասում։ 20 տարի է նույն հիմնարկում հասարակական աշխատանքի եմ, ինժեներության վրա էլ աչք չունեմ։ Դու հասարակական։ Լսիր, ախր դա քեզ վաղուց է զզվեցրել։ Ինչ արել ես ցույց տալու համար ես արել։ Եթե 30 տարի էլ աշխատես մեկ է, էլի երբեք իսկական բանվոր մարդ չես դառնա։ Կյանքի հանդեպ դու ուրիշ հետաքրքրություն ունես։ Հոպոպ ես դու։ Գիտես ինչ։ Չէի սպասում քեզնից։ Գուշակով։ Մի բան գցիր վրեդ, թե չկվարվես։ Չեմ վարվի, մամ։ Սոչիում հոչենք։ Կարծում էի քո Նիկոլային հետդ կբերես։ Գոնե մեր ցախատունը կարգի կբերեր։ Պատը որ շուր եկավ հավերին տակովը կանի։ Գործարանը նրան առողջարան ուղարկեց։ Ներվերը բուժելուն։ Քո մեղքն է։ Դու ես ընտրել, հիմի թող հոգիդ դուրս գա։ Ինչ լավ սամիտի հոտ է գալիս, մամ։ Դրա քոքը կտրվի, 4 կողմը բռնել խեղտել անիծվածը։ Ապա, մի գլորվի։ Խամացել եմ։ Օй։ Մեզ մոտ քաղաքում վաղուց բմբուլը ներքնակները դեն են գցել։ Էդ ինչ է, 4 տախտակին են քնում։ Ինչի 4 տախտակին։ Տարալունի վրա։ Մորդ մոտ գոնե հանգիստ կքնես։ Ուր պատախոս մարդը երևի շատ է զզվացրել։ Սիրում ես, մամ, մի գլուխ նույնը կրկնել։ Զզվացներ ուրիշ մարդ կճարեի։ Ես ճնշումը հոգիս հանեց։ Գլուխս ասես տրակում է։ Հիմի սպասում եմ, որ Յուրիկը դեղ ուղարկի։ Միգուցե ինքը վեր կենա գա։ Այդքան պահեցի, մեծացրեցի, համարյա 3 տարի ծոցս քնեցրի, լավ պատար է իր հանդերի։ Իսկ հիմի մեկը չկա մի խոսք ասես։
Մամ, տղան ուր որ է սպա կդառնա։ Ամեն ինչ թողնի գա կողքիդ նստի։ Ձմերը քիչ է մնում կժվեմ։ 4 կողմը ձյուն, տունն էլ լավ չի դակացվում։ Մերնես, մեկը դուրդ բաց չի անի։ Դրանում դու ես մեղավոր։ Մարդկանց հետ պիտի գնալ գալ ունենաս։ Եթե ունես քո օգուտն է, ընդհանրապես շատ ձեռնատու է լավ մարդ Երևանը։ Շատ ես խելոքացել հա։ Կուզեի, բայց քեզ ուր տանեմ, մամ։ Բնակարանը մի սենյականոց է, խոհանոցը փոքր, սառնարանը հազիվ խցկեցի։ Հասկանալի է։ Ում եմ պետք ես հալիս։ Մենակ թե պես, ոտդ քարին առնի, չգաս դնդվոցդ բնես։ Ինչքան սիրում ես գռռալ։ Թող մի քիչ հանգիստ առնեմ։ Առանց էլ սիրտս տեղը չի, պարկետս այնտեղ չհաղկած, այստեղ մեկնվել եմ։ Կոլյա, տես ինչ եմ արել քեզ համար։ Մի պահվի, տեսա քեզ։ Նիկոլայ։ Անյա, ներիր, բայց այլևս չեմ կարող քեզ հետ ապրել, Նիկոլայ։ Այնտեղ ուրիշ կնիկ է ճարել։ Ոնց էլ հիմարի պես թողի մենակ գնաց։ Ոչ մի բան չի տարել։ Ժամի 7-ին կզանգահարեմ։ Բարև, Կոլյա։ Բարև։ Լավ, մենք գնացինք։ Չլինի ուրիշ կին ես գտել։ Գտել են։ Միշա, տուր գնդակը, այ մայրիկիտ կասեմ, տուր։ Քո հետ գտած նոր ինքնից լավն է, հա։ Լավն է։ Լավ լրբի մեկն է։ Դու էլ ոչինչ։ Երևում է դեռ հետս ապրելիս է իր նրա հետ քաշ գալիս։ Ես երբեք քարշ չեմ եկել։ Այդ դեպքում գուցե քո դեմ ինչ-որ բանով մեղավոր եմ, Կոլա։ Նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ոնց եմ քեզ սիրում։ Քեզ միայն թվում է։ Ոնց թե թվում է։ Դու դիտմամբ սրտային իման ձևացար, որ ձեր գործարանից մի կերպ ուղեգիր փոքես, ու մի փորձակի մեջ ընկար։ Անկուլտուրական կին ես դու։ Պատճառը դա է։ Ուրեմն հիմի կուլտուրականն ես գտել։ Շնորհավորում եմ։ Միայն թե քո գտածը որ կուլտուրական լիներ, այդպիսի։ Հիմա ինչ ես դու։ Քեզ Կոլենկա, քեզ։ Լսիր, մի թե չես հասկանում, որ մենք սրտով վաղուց բաժան ենք եղել։ Կարծում ես մեծ եմ դրա համար չեմ հետաքրքրում քո գեղեցկությամբ։ Ասա Կոլա, ինչ ուզում ես ասա, մենակ թե արի տուն գնանք։ Միայն քո տեսքից սիրտս խառնում է։ Այլևս երեսդ չեմ ուզում տեսնել։ Տեր Աստված, ինչի համար։ Դու հասկանում ես, Լիդա, ամենահետին մարդն եմ ես նրա համար։ Ամենայն դեպս արտադրության առաջավոր եմ, խիղճը ոնց տարավ առանց որևէ պատճառի կնոջից բաժանվեց։ Լսիր Անյա, լավ մտածիր։ Ինչ գործ ունի այստեղ։ Քո աշխատանքը։ Ամեն ինչ արեցի, ամեն ջանք թափեցի։ Դու էլ գիտես, որ ինձ մոտ մաքրություն, կարգ ու կանոն, կահավորանք։ Երբ էլ թափել ամեն ինչ տեղն է։ Լավ էլ փող եմ վաստակում, մի օր նրա ձեռքին չեմ նայել, ինչպես հիմարին որտեղից կգտնի։ Չբռնեմ ռաբոտնիցային գրեմ։
Հանգստացիր, խնդրում եմ։ Աղջիկեր, քետո, ես հիմա զբաղված եմ։ Լավ, ինչ պիտի գրես։ Որ ամուսինդ քեզնից հիասթափվել է։ Ուրեմն նա կանանց ետևից քաշ գա ու ես սուս կենամ։ Այո։ Այո, ես եմ։ Ինքս կզանգեմ ձեզ մի 10 րոպեից, լավ։ Ինչ կանայք, Անյա։ Ինչ ես դուրս տալիս։ Ասենք թե ոչ մի կնիկ էլ չկա։ Ինչքան նա ինձնից ուժու առողջություն տարա։ Նրա պատճառով տղայիս տարին մեկ եմ տեսնում։ 9 տարեկան չկար երեխին տնից կտրեց։ Թե նրա վրա դատ ու դատաստան չկա։ Ես օրենքները լավ գիտեմ։ Անյա, այդ բոլորն ինչ ես ասում։ Նա քեզ սիրում էր։ Ինչ է, չեմ ճանաչում քո Եգորիչին։ Ինչեր ես հորինում։ Դու մեկ առ մեկ քո ծառայությունները հիշեցիր, իսկ նա ինչ վերջին մարտն է իր գործարանում, դու չէի նրա շքանշաններով պարտենում։ Իսկ Յորայի մասին լավ կանես լարես։ Ոյ Լիդա, սիրելիս։ Չես պատկերացնի, թե ինչ ծանր է մենակ։ Ինքս էլ չգիտեմ ինչ եմ ասում։ Այ դու ամուսին ունես, երեխաներդ սովորում են, դու ինստիտուտում ես, մարդկանց ես ղեկավարում։ Իսկ ես ինչ։ Ինչ պիտի լինի իմ կյանք։ Ախր 40 էլ չկամ։ Չես հավաքի։ Կհավաքենք չեն թողնի, մեր էդ չարչարվել թանել է։ Կլավդիա, ճիշտն ասա, ինչու ոչ մեկըտ մորս չեր սիրում։ Բանը սիրելու մեջ չի։ Անմարդամոտ կնիկ էր։ Հարևան էր, չէ վախենում էինք մի բան խնդրել։ Ինքն իր համար էր։ Բարևել չէր տալիս ոչ մեկին։ Դու հասարակ ես ոնց որ թե։ Էй, գնալիք։ Դեր ասած։ Կարտոֆիլ չեք ծախի։ Ողջույն, Աննա Ալեքսանդրովնա։ Էդ ոնց եկաք ու գտաք։ Հերու է մեր գյուղը։ Կատաղա չանաչկին, ճամփակ երևա։ Դուք կարծեմ հրավիրեցիք, չէ՞ ինձ։ Տունդ ոչինչ, լավն է, Աննա Ալեքսանդրովնա։ Լավն է, բայց ծախում եմ։ Փողի մի մասն արդեն վերցրել եմ։ Քաղաքում առանձին բնակարան ունեմ։ Տանտիրուհի, որտեղ նստեմ։ Օ, Ինչ։
Ալեքսանդրովնա։ Բարին կատարվի։ Իսկ բարի կլինի որ։ Բարին ու չարը մեզնից է կախված։ Արավոտը գնանք, սուն կավակելու։ Ինչ է, ուրամն միտ կունեք, գիշերն էստեղ մնա։ Մի վախենա։ Ես հաշտում կտեղավորվեմ։ Դուք ես համար պակվիր ու հանգիստ կնիր։ Ես վախեցողներից չեմ, էդ էշ պակաս։ Մենակ թե հարևաններնի մասին ինչ կասեն։ Անմեղ մեղավոր դուրս կգամ։ Այ քեզ սիխան, չարքեր եկած են աշխարից, մեկ էլ պես արփակը պոկեց ու գլխիս հասցրեց, ինչի տունը ծախելու մասին խոսք բացեցի, հանկարծ տիպի թե փողը բեր, ու բան չես կարող անել պիտի տաս, որ գոնե չմորթի, կարծես թե արփեցող չի, միշիշ գինի է լրիվ չխմեց, գուցե որպես կին են նրան դուր եկել, այդ դեպքում դուրը կթակի, ես իհարկե ներս չեմ թողնի, բայց գոնե կիմանամ որ, այդպես էլ չթակեց, Տիխան, Այ թե որտեղ եք թաքնվել սիրունիկներս, խորամանքներ, Տիխան Դիմիտրիչ, ինչ է վախեցար, իսկ էլ չվախեցա, միայն թե մի հեռացիր ինձնից, ուրեմն, մեկ դուրը վրաս փակում ես, մեկ էլ թե մի հեռանա, եկ հաղթրիկս, վետ է, անուշիկ, մրսում ես,
Ինչ ես այդպես զուգվել զարդարվել։ Գլխիդ գոնե շալ գցեիր։ Ինչու պիտի գյուղական մատրոշկայի պես հագնվեի։ Գուցե ձեզ դուր գալ եմ ուզում։ Դու ինձ առանց այդ էլ դուր ես գալիս։ Միայն թե գլխիդ դես սարքելու փոխարեն լավ կլիներ մազերը ցույցեիր։ Վերջ դուր կապի պես լպստվելուց։ Տիխնը դու ես։ Դու իսկապես մենակ ես։ Մենակ եմ։ Ուրեմն ճիշտ է որ ամուսին չունես։ Լավ է Տիխն, ինչու պիտի խաբեի քեզ։ Որ այդպես է բարև։ Շատ եմ կարոտել։ Տիխը, իսկ ես հիմա ես կարծում էի չես գա։ Հա։ Կոմադին ոնց որ մատերի կար։ Կար հանեցի, ինչու պիտի դնեմ, այն ամուսնուց տվածն էր։ Ահա։ Ուզում էի քեզ համար կանֆետ առնել։ Հետո հիշեցի, որ դու առանց էլ քաղցրես։ Իսկ դու քաղցր սիրում ես։ Սիրում եմ։ Դժվար թե նյուրը մեր մեջ մի բան ստացվի։ Ինչի որ։ Դու սովոր ես հարուստ ապրել։ Իսկ ինչի ես ու դու էլ հարուստ չապրենք, հա։ Չէ, ինձ դենց հարուստ ապրող դուրս չի գա։ Ես քեզպես չեմ կարող։ Քո շնորհքը չունեմ։ Սպասիր հիմա կգամ։ Իմ ու քո սիրո կենացը չխմենք։ Բայց դու իզոր գյուղի տունը ծախեցիր։ Ալի նստենք։ Գնալ գալ կլիներ։ Ձմեռն անտառ կգնայի։ Լավ է, ինչ միտք ուներ դրանով զբաղվել։ Ավելի լավ է մեքենա կրվենք։ Ինչ։ Քեզ մենակ Մերսեդես քշելներ պակաս։ Բայց ինչ լավն էին։ Քո դանդիմացի եղևնիները հիշում ես, Նյուրը։ Իսկ որ հանգստանալ ուզենք, ուղիղ կքշենք հարավ։ Ծովում կլողանանք։ Ծովին չես զարմացնի, նավատորմում եմ ծառայել։ Արտասահմանում եղել։ Արտասահմանից մի բան բերել ես։ Իսկ ում համար պիտի բերեի։ Մի քանի օր առաջ կոլեկտիվով գնացինք նայեցինք Սիմեոն Կատկոն։ Ինձ շատ դուր եկավ։ Ահա։ Հասկանալի էր, թե չմեկ-մեկ նստում ես ապուշի նման ու ափսոսում, թե ինչի համար ես փող տվել։ Կեցես, անցնում ես ինքնակնդատության։ Թե չի Նյուրը դու մի տեսակ շատ ես քեզնից գոհ։ Իհարկե գոհ եմ։ Տեսա։ Քեզ նման տղա եմ ձեռք գցել։ Տիխն դու ես։ Ես եմ, մայրի։ Յուրա։ Վահե, մայրի։ Յուրա, դե թող քեզ մի տեսնեմ։ Օ, ինչ մեծ տղա ես դարել։ Դե հանդիպ շուտ։ Դե դուր վերարկուտ։ Արի։ Հյուրի ես սպասում։ Չէ, ինչ ես ասում, Յուրա։ Գուցե հարմար ժամի չեմ եկել։ Նստիր, նստիր։ Մի րոպեով եկա, պիտի գնացքի հասնեմ։
Նիկոլայ Եգորիչին տեսնում ես Յուրա։ Իհարկե։ Դու ինձ չես հարգում, թե չի նրա մոտ չէիր գնամ։ Ինչի որ։ Նա իմ մասին երևի ինչեր ասես, որ չի ասում։ Դու լավ գիտես, որ այդպես չի։ Իհարկե, նա կուլտուրական մարդ է։ Իսկ քո մայրը խավարամիտ տգետի մեկն է։ Ինչու ես այդպես խոսում, մա։ Տատը ճիշտ էր ասում Յուրա, որ դու գորոս տղա ես։ Չգիտեմ, իմ կարծիքով տատիկն ինձ սիրում էր։ Դե ես գնամ, մամ։ Յուրա, սոված կլինես մի բան ուտեիր, գոնե մի բաժակ թեյ խմեիր։ Չէ, շնորհակալ եմ։ Շտապում եմ։ Ժամանակ չունեմ։ Ներիր, մամ։ Ուրիշ ոչ մի հարմար բան չգտա քեզ համար։ Շնորհակալ եմ Յուրա։ Իմ լավ, իմ դասերակված տղա։ Ստեսություն։ Իսկ սիրած աղջիկ, ունես Յուրա։ Ունեմ, մամ։ Ուրեմն շուտով ինձ տատիկ կդարձնես։ Շուտով չէ, մի անհանգստանա։ Դե ես գնացի։ Երևի հոր մոտ վասեց։ Եթե գնաց գերշտաբում տոմսը ցույց կտար։ Աստված, ես ինչ արի ես։ Նորից Յուրային նեղացրի։ Ես բանը կհիշեցնեմ քեզ։ Բայց թափված է իրար վրա։ Ներեցեք, չեք ասի, ոնց գտնեմ Տիխն Դիմիտրիչի։ Այստեղ արգելվում է տիկին, վտանգավոր է։ Բայց ինձ շատ է պետք, խնդրում եմ, գուցե մի րոպեով կկանչեք նրան, հա։ Դժվար թե իջնի, հպարտ է։ Լավ է։ Վիրա! Մայնա, մի քիչ էլ, ահա, եղավ, Ինչ ես եկել, հա? Ոնց թե ինչի, ես ուր ես կորել։ Իչե, Ես քեզ մոտ գալու պայմանագիր ունեմ, ինչ է, բան գտար ասել։ Չեմ կարող առանց քեզ։ Որդիս եկավ կարգին մարդավարի էլ չընդունեցի։ Եվ քո պատճառով։ Իզուր, որդին որդի է, շրթունքները դել մի օր ծնի։ Քեզ չի սազում։ Լավ մեղավոր եմ, որ սիրում եմ։ Դրա համար էլ գործի չգնացի։ Շուտ չես սիրո մասին խոսում։ Ընդամենը 3 անգամ ենք հանդիպել։ 4։ Հաշվել ես։ Ախ իմ քաղցրիկս։ Նելը։ Ես պիտի աշխատեմ։ Ինչ սարսափելի է։ Հարբածի մոտ չեն թողնի։ Լուրջ մարդուն էլ բան չի պատահի։ Նելավ գնա։ Մյուս անգամ այսպիսի բան չանես։ Կբարկանամ։ Այս մարդու գերին, ինքս ինձ չեմ ճանաչում։ Սակալով Տիխն Դիմիտրիչ 1900 Տանտիրվի։
Ընդունիր աշխատանքը։ Ձորակը ծարկինը։ Բայց լավ կլիներ նորը դնեիր։ Շնորհակալ եմ ձիղդ։ Ինչ տնարար մարդու պատահեցի։ Դե, գնանք թրջենք։ Ծորակն ու իմ նոր զգեստը։ Տես ոնց են սկսել կարել։ Մի պրտից չես տարբերի։ Ես գնամ։ Քիչ էլ մնա իր ձիղն։ Աղջկաց պիտի տուն տանեմ։ Չմշկասախկի է գնում։ Այնպես որ։ Իսկ կինդ ինչի չի տուն տանում։ Նա էլ ուրիշի հետ է ժամանակ անցկացնում։ Դա արդեն քո գործը չէ։ Քեզ հետ կնոջս հարցը քննարկելու միտք չունեմ։ Այդ դու ես, որ փափուկ բազմոցին ես նստում, մեծ հեռուստացույց նայում և նախկին ամուսնուց սևացնում։ Ինչ է մենակ ես այս տուն տեղը դրել։ Հետ էր պակասն այստեղից մի չոպ տաներ։ Դե լավ։ Դու ինձ վիրավորում ես եղան, և չեմ հասկանում ինչու։ Այ երբ հասկանաս, երևի էլ չեմ վիրավորի։ Երևի փողոց լրիվ տուն ես տալիս և առանց կոպեկ եմ մնում։ Կինս շատ փող չի վերցնում։ Ինժեներ է մասնագիտությամբ։ Լավ աշխատավարձ ունի։ Դրա համար էլ երևակայում է։ Չէ, հավանաբար էլ չի սիրում։ Իսկ ինձ հավատում ես, որ քեզ սիրում եմ։ Գուցե և սիրում ես։ Միայն թե սերել կա սերել։ Էլ ոնց սիրեմ, որ գող մնաս։ Ինչ ես էլի ներկայացում սարկում։ Սիրուն կինս, կրակոտ, բայց ստորացնում ես քեզ։ Ինչ ասեմ։ Հարանից փականքը չի փակվում։ Գուցե նորոք ես։ Դա ավելի հաճելի է, քան ինձ հետ լինելը, չես ակալով։ Որտեղից գիտես ես ակալով եմ։ Ծիպն ասած։ Պարզվում է նաև լրտեսից։ Մնաս բարով նյորը։ Դու սիրած կնիկ ունես։ Քեզ կոպիտ ես պահում քաղցրիկ տիկին։ Եգիտություն քեզ։ Ես էնպես եմ հոգնել լիդա։ Ենքան բատ եմ զգում, որ չգիտեմ ոնց գործը սրշացնեմ, ուզում էի բիրեցել վերցնել, հետո մտածեց ինչքան չնի մարտի 8-ն է։ Թույլ տվեք, ընկերներ, ջերմորեն, ես սրտ է շնորհավորել այն կանանց, որոնց աշխատանքային հոբելյանը մենք նշում ենք այս տարի։
30 տարի է ինչ մեր կոլեկտիվում ազնվորեն աշխատում է Ուլիանա Պետրովնա Բատուրինան։ Դյատկինը Լիդիա Նիկոլաևնան։ Ուղիղ 20 տարի ընկերներ, ինչ մեր ֆաբրիկայում է աշխատում Աննա Ալեքսանդրովնա Դոբրախոտովան։ Օժանդակ բանվորուհուց նա աճեց և իր գործի վարպետը դարձավ։ Ինչ պատահեց Նյուրը, ախր ինչի ես լալիս։ Ված, եկավ Ուլիանա Պետրովնա, նոր հիշեցի, որ հծկանաստունի նախորյակին եմ ընդունել։ Դու չէիր հիշում, մարդիկ հիշում են։ Գալինա Վասիլովնա Շեստաբեկովան։ Որ դու չլինեիր, ինչ է, չեմ հասկանում, որ քո շնորհիվ ինձ էլ հիշեցին։ Շնորհակալություն։ Լավ, վերջ Տուրանյա, ես ինչ կապ ունեմ։ Դու միշտ էլ աշխատել ես լավ, կանոնավոր։ Ասենք ճիշտ ես։ Ամեն ինչ արտադրությանն եմ տվել։ Երբեք բյուլետեն չեմ վերցրել, երևի մենակ կանացի հարցով։ Աննա Ալեքսանդրովնա, ձեզ մի տղամարդ հեռախոսի մոտ է խնդրում։ Ինձ? Բարև ձեզ Աննա Ալեքսանդրովնա։ Ընկեր Սակալովը քեզ շնորհավորում է։ Շնորհակալություն Տիխոն Դիմիտրիչ։ Լսիր, ինչ անենք, հանդիպենք թե չէ։ Հիմա ես եմ քեզ ինձ մոտ հրավիրում։ Տիխոն ձեր ես առնում։ Թե խմած ես։ Կխմեի, բայց բաժակին կեզ չկա։ Լավ չեր կարացնենք, գրիր հասես։ Մոտս գրելու բան չունեմ։ Ուրեմն միտդ պայիր։ Իսկ թե չէ ուզում ասելու բան չունեմ։ Պաշվիր մեր մեջ ոչինչ չի եղել։ Ես ձեզ հետ ծանոթ չեմ։ Ես կգամ Տիխոն։ Ասա հասեն։ Ուրեմն եկար քաղցրիկս։ Եկա։ Ես ուր ես ինձ կանչել։ Վախենալու տեղ է։ Երևում է մոտդ շատ փող կա, վախենում ես թալանել, ներս գնանք։ Էստեղ մենակ ես Տիխոն։ Բոլորը գնացել են։ Երևի նոր բնակարանում քեֆ են անում։ Բա դու։ Ես քանդված բան եմ, բուլդոզերի բաժին, բոլորը թողել են ինձ։ Ովքեր։ Իմ նախկին ընտանիքը, թողել գնացել են։ Բոլորովին։ Բոլորովին։ Առանձին բնակարան են ստացել, իսկ ես արդեն 3 օր մենակ եմ ապրում։ Իրենց առանձինն է վերցրել, իսկ ես պեսիմարին կխցկեն մի ընդհանուրի մեջ։ Տեսնում եմ մի մահճակալ է թողել։ Ջահերը պոկել տարել է։ Ինձ պիտի հանդիպած լիներ, որ իմանար։ Գնանք ինձ մոտ, հա։ Ինչ։ Հա։ Ինչու ես որ այս բարկանում Տիխոն։
Հոգ էլ տարել է։ Քեզնով ես դատում։ Ես եմ ամեն ինչ նրանց տվել։ Կարծում ես մարդուն կարող ես բազմոցով կամ պահարանով մոտդ պահել։ Ես ավելի մեծ բան կորցրի։ Իմ աղջկաս ուշուշ կտեսնեմ։ Ես ինչ իմանայի։ Իսկ ինչն էր պատճառը, որ այդպես եղավ։ Ուրեմն հարմար չէի այնպես ինչպես կամ։ Դու ես, որ համաձայն ես ամեն ինչի։ Ուրիշները պահանջներ ունեն։ Էլ ինչու ինձ այստեղ կանչեցիր։ Գիտես, հույսս չէի կորցնում, բայց հիմա համոզվեցի վերջնականապես։ Հետաքրքիր է իմ ինչը չես հավանում, բնակարան ունեմ։ Իմ հուզած հարկը չի։ Աննա Ալեքսանա, ներիր, գուցե ինչ-որ բանում մեղավոր եմ քո առաջ, բայց մենք իրար հետ չենք կարող, տարբեր մարդիկ ենք մենք, լավ է մենակ մնամ, գնա դու։ Այսպես ես ինձ ընդունում, Տիխոն Դիմիտրիչ։ Իսկ այսօր ինձ մարդիկ շնորհավորեցին, ծաղիկներ նվիրեցին, տես, պատվոգիր էլ տվին, սա էլ որոշեցի բերել, որ ինձ շնորհավորես տոնի արդիվ։ Բայց ոնց խմենք այստեղ։ Սիրելի Սարի, գնանք մեր տուն։ Ուրեմն այսօր տոն է քեզ համար։ Ահա։ Ես շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Դու քո շահը լավ գիտես։ Ուրեմն կարծում ես լպստած կատու, եթե ես սա խմեցի, քեզ կսիրեմ ու կսիրեմ։ Որ այդպես է, բաց արա։ Հիմա։ Դուր տեսնեմ։ Հար։ Գնաս վարով, քաղցր, ներիր, որ տոնդ փչացրի։
իջեցրու։ Մի քիչ էլ։ Եղավ։ Словно бровь